Գիրք Եվտացոց գլուխ 10-րդ Եվ Ահարոնի որդիքը Նադաբն ու Աբյուդը ամեն մեկն իր բուրվարն առավ, և նրանց մեջը կրակ դրին, և վրան խունկ դրին, և Եհովայի առաջին օտար կրակ մատուցրին, որ ինքը չէր պատվիրել նրանց։ Եվ Եհովայի առաջիցը կրակ ելավ և սպառեց նրանց, և նրանք մեռան Եհովայի առաջին։ Եվ Մովսեսն ասեց Ահարոնին. «Սա այն է, որ Եհովան խոսեց ասելով. Ինձ մոտեցնողներովը պիտի սրբվեմ, և բոլոր ժողովրդի առաջին պիտի փառավորվեմ»։ Եվ Ահարոնը լռեց։ Եվ Մովսեսը կանչեց Ահարոնի հորեղբայր Ոզիելի որդիք Միսաելին և Եղիսափանին, և ասեց նրանց. «Մոտեցեք, ձեր եղբայրներին սրբարանի առջևից բանակիցը դուրս տարեք»։ Եվ նրանք մոտեցան և տարին նրանց իրանց շապիկներովը բանակիցը դուրս։ Եվ Մովսեսն ասեց Ահարոնին և նրա որդկանցը Եղիազարին և Իթամարին. «Ձեր գլուխները մի բանաք և ձեր հանդերձները մի պատառեք, որ չմեռնեք, և բոլոր ժողովրդի վրա բարկություն չգա, բայց ձեր եղբայրները, Իսրայելի բոլոր տունը թող Եհովայի արած այրումի վրա լաց լինեն։ Եվ դուք ժողովքի խորանի դռնիցը դուրս մի գաք, որ չմեռնեք, որովհետև Եհովայի օծման յուղը ձեր վրա է»։ Եվ նրանք Մովսեսի խոսքի պես արին։ Եվ Եհովան խոսեց Ահարոնի հետ ասելով. «Եհովայի ժողովքի խորանը մտնելիս գինի և օղի չխմեք, թե դու և թե քո որդիքը քեզ հետ, որ չմեռնեք։ Սա ձեր ազգերի մեջ հավիտենական կանոն լինի, սուրբի և անսուրբի մեջտեղը, և անմաքուրի ու մաքուրի մեջտեղը տարբերելու համար։ Եվ Իսրայելի որդիների այն բոլոր կանոնները սովորեցնելու համար, որ Եհովան Մովսեսի ձեռքովը խոսել է նրանց հետ»։ Եվ Մովսեսը խոսեց Ահարոնի հետ և նրա մնացած որդիկ Եղիազարի և Իթամարի հետ, թե Եհովայի պատարակներից ավելացած հացի նվերն առեք և սեղանի մոտ բաղարջ կերեք, որովհետև նա ամենասուրբ է։ Սուրբ տեղը կերեք այն, որովհետև Եհովայի պատարակներիցը քո իրավունքն ու քո որդիների իրավունքն է, որովհետև ինձ այսպես է պատվիրված։ Եվ երերացնելու երբուծը և բարձրացնելու զիստը դու և քո որդիքը և քո աղջիկները քեզ հետ մի մաքուր տեղ պիտի ուտեք, որովհետև Իսրայելի որդիների խաղաղության զոհերիցը սա տրվում է իբրև քո իրավունք և քո որդիների իրավունք։ Բարձրացնելու զիստը և երերացնելու երբուծը ճարպի պատարակներովը Եհովայի առաջը բերեն երերացնելու համար, և քոնը և քեզ հետ քո որդիները լինին հավիտենական կանոնով, ինչպես որ Եհովան պատվիրել է։ Եվ Մովսեսը մեղքի պատարագի նոխազը զգուշությամբ որոնեց, բայց ահա այրված էր։ Եվ Ահարոնի մնացած որդիկ Եղիազարի և Իթամարի վրա բարկացավ ասելով. «Ինչու մեղքի պատարակը սուրբ տեղումը չկերաք, որովհետև սա ամենասուրբ է, և Եհովան այն տվավ ձեզ, որ ժողովքի անօրենությունը վերառնեք Եհովայի առաջին նրանց համար քավություն անելով։ Ահա նրա արյունը սրբարանի մեջը չբերվեցավ, դուք պիտի ուտեիք այն իմ պատվիրածի պես սուրբ տեղը»։ Եվ Ահարոնն ասեց Մովսեսին. «Ահա այսօր իրանց մեղքի պատարակն ու ողջակեզը Եհովայի առաջին մատուցրին, և ինձ այսպիսի բաներ պատահեցին, և եթե այսօր մեղքի պատարակն ուտեի, Եհովայի առաջին հաճո կլիներ արդյոք»։ Եվ Մովսեսը լսեց և հավանեց։